Երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեկնարկում AFL-ի շրջանակներում եւ այսօր 11-րդ տուրն է մեկնարկում մեզ մոտ, 11-րդ տուրից երկու հանդիպում ենք միասին դիտելու։ Հիմա առաջին հանդիպումն է մեկնարկելու այսօրվա, որտեղ միմյանց հետ մրցում են Բայերը եւ Միլանը, տեսնում ենք Միլանի ֆուտբոլիստները դաշտի կենտրոնից խաղը մեկնարկեցին, շատ հետաքրքիր։ Երկու թիմեր են հիմա պայքարում այսօրվա խաղում 3 միավոր վաստակելու համար եւ տեսնենք ինչպես երկու թիմերն էլ կանցկացնեն այս հանդիպումը, խաղը մեկնարկել է եւ Բայերի տղաներն են փորձում առաջին գրոհը կազմակերպել, չստացվեց այստեղ Բայեր գնդակը իրենց մոտ Բայերի ֆուտբոլիստներին եւ հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին, սկսեմ Բայերից դարպասում Բայերի համար 1 Թաթուլ Սևոյանն է, համար 2 Տիգրան Մելիքյան, համար 3 Հովհաննես Գուրգենյան, համար 4 թիմի ավակ Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 9 Գագիկ Ղուկասյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 17 Հակոբ Ամիրյան, համար 21 Վարդգես Գեբեշյան, համար 22 Համլետ Ազնաուրյան եւ համար 33 Հարություն Օհանյան։ Միլանն է նետվել գրոյի Բաբախանյան, շատ բարձր է հարվածի վերջո Արսեն Բաբախանյանի առաջին հարվածը տեսանք արդեն այս խաղում։ Միլանը կատարեց, Արսեն Բաբախանյանը հարվածեց եւ բարձրել նրա հարվածը։ Բայերն անցել գրոյի Օհանյան եւ շատ չէր Հարություն Օհանյանի հարվածը, արագ մեկական հարվածներ կատարեցին երկու թիմերը հենց մեկնարկում, երկու հարվածներն էլ շեղ էին, հիմա սխալվում է պաշտպանը, Օհանյան հարված եւ փրկում է իր թիմին Հովհաննես Ղազարյանը, առաջին դիպուկ հարվածը Ղազարյանին փայլուն սեյվը տեսանք, տեսնում ենք ակտիվացան երկու թիմերն էլ եւ այնտեղ էլ Միլանի պաշտպանը սխալվեց փոխանցում կատարելիս Միլան դարպասում է համար 1 Հովհաննես Ղազարյանը, համար 2 Վլադիմիր Անդրեասյան, համար 3 Ահմադ Յունուս, համար 5 Սամվել Առաքելյան, համար 6 Վիգեն Դուրյան, համար 7 Արսեն Բաբախանյան, համար 10 Արտաշ Ջուլիկյան, համար 14 Լեքսո Սահակյան, համար 19 Սեյրան Խալացյան եւ համար 30 Գևորգ Գրիգորյան։ Այսօրվա Միլանի գլխավոր մարզիչն է Լերո Հունանյանն է։ Այսօր բացակայում է որակազրկման պատճառով անցած խաղում Միլանի ավագը կարմիր քարտ ստացավ Փարիզի հետ հանդիպման ժամանակ այսքանը պաշտոնական մասով սիրելի ֆուտբոլասերներ Եվ հիմա անցնենք խաղին, տեսնենք շատ լավ են մեկնարկել երկու թիմերը հանդիպումը
փոխանցում եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղի Միլանն է վաստակել։ Արկած է անկյունայինը եւ այստեղ ոչինչ չկա, հիմա կարող է հակագրոյել այստեղ վայրը, Գեբեշյան փոխանցումը փակեց այստեղ Սահակյանը, միայն եզրային նետում վայրի օգտին։ Ավետիսյան Էրվից փորձ Յունուսը իր վրա վերցրեց այս հարվածը, շարունակում է վայրի գրոհը եւ հարված դարպասից չկարողացավ այստեղ վայր գնդակի իր մոտ Վարդգես Գեբեշյանը Խոսեմ մի փոքր մրցաշարային աղյուսակից, նշեմ, որ երկու թիմերն էլ 9 խաղ են անցկացրել այս մրցաշարում և երկու թիմերն էլ ինքան միավոր է վաստակել վտանգավոր է և գոլ, հանդիպման հաշիվը բացված է 1-0 Արսեն Բաբախանյանի փայլուն գոլն ենք տեսնում հիմա Արսեն Բաբախանյան 5-րդ րոպե 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ և փայլուն գոլ հեղինակ դարձավ Բաբախանյանը և հիմա էլ ավելի հետաքրքրանը հանդիպումը այստեղ շատ վտանգավոր էր հիմա գործում Սևոյանը տեսնենք այս գոլին ինչպես կարձագանքի բայերը փայլուն ամեն ինչ կատարեց Բաբախանյանը այս վերջին դրվագում Երկու թիմերն էլ նշեցի, որ հավասար արդյունքներ ունեն և զբաղեցնում են 6-րդ և 7-րդ հորիզոնականները այս մրցաշարում նրանք շատ հետ չեն այս պայն առաջին հորիզոնականը գտնվող Այաքսից ընդամենը 7 միավոր են հետ մնում Այլ բայերն է անկյունային վաստակել, փափուկ փոխանցում, հեռացված է գնդակը Եվ այստեղ էլ խլեց գնդակը բայերը, Ամիրյան Լավ փոխանցում, լավ խաղարկում է, տեսնենք Եվ հարված չկա, վերջո Գեբեշյանի հարվածը փակեցին Ավետիսյան վտանգավոր էր և շեղ էր Ավետիսյանի հարվածը Ստում ենք շատ արագ նետվեցին գրոյի բայերի տղաները փորձում են արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը Գնդակը Կիրակոսյանը գործեց պաշտպանությունում նետվել է հակագրոյի բայերը լավ փոխանցում Գեբեշյանին Գեբեշյանի փոխանցումը փակեց այստեղ Արման Յունուսը դեռ լավ են պաշտպանությունում գործում Միլանի տղաները կրկին բայերն է գրոհում Գեբեշյան փոխանցում Ղազարյանն է որսում գնդակը Օհանյան, Ամիրյան արված և գոլ, շատ արագ հավասարեցնում է հանդիպման հաշիվը բայերը 1-1 փայլուն էր ամեն ինչ
Հակոբ Ամիրյան 1-1 շատ արագ պատասխանը տեսանք Բայերի եւ նորից պայլուն գոլ այնտեղ Ամիրյանի արվածից հետո չկարողացավ փրկել իր թիմին Հովհաննես Ղազարյանը նրան դիպչելուց հետո հայտնվեց գնդակը դարպասում կրկին Բայերն է անցել գրոյին Սուտուկանային հրապարակ նորից վտանգավոր էր և եզնային նետում երորդ գնդակը այս մրցաշարում Ամիրյանին անցած խաղում 2 գոլ հեղինակեց Հարություն Օհանյանն է ասիստի հեղինակ դարձավ նա իր թիմի լավագույն ռմբարկուն է հեղինակել է 12 գնդակ այս մրցաշարում Այլուն մրցաշար է անցկացնում Միկյան արված շատ վտանգավոր էր և գոլ Կրկին առաջ է ացնում հաշվի մեջ Միլանը Արտաշ Ժուլիկյան 2-1 Արտաշ Ժուլիկյան 2-1 կրկին հրաշալի գոլ ենք տեսնում մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ 10 րոպե ընդամենը անցել և 3 գոլ ենք տեսել այս խաղում կրկին Միլանը նետվում է առաջ Գրիգորյան արված և ոչ գնդակը դարպասում չէ հարված կտեսնենք դարպասից Մի պահ թված թե գնդակը հայտնվել է դարպասում Շատ ակտիվ են տեսնում ենք երկու թիմերն էլ մտել խաղադաշտ այսօր 3 գոլ ենք տեսել 10 րոպեի ընթացքում 3-ն էլ Ֆանտաստիկ ուղղակի Չէ Անաս ուժը Այլ այստեղ ընկավ Միլանի ֆուտբոլիստը Էյրան Խալացյանն էր կարծես թե հայտնվել առջևում Այսօր դեռ տեսնում ենք Հունանյանի ցուցումները իր արդյունքը տալիս են վտանգավոր է Եվ հիմա ստեղ ձեռքով խաղ էին պահանջում Բայերի տղաները, բայց ոչինչ չկա Խալացյան և անկյունային է վաստակում իր թիմի համար Խալացյանը արագ խարկեց Անկյունայինը Գրիգորյան Բաբախանյան
Հակեցին այստեղ Բաբախանյանի շատ արագ վերադարձ տեսակ երբից կրակոտ շատ վտանգավոր արված հիմա Արսեն Բաբախանյանի կողմից մի փոքր բարձր էր Բաբախանյանի հարվածը նա էլ փայլուն մրցաշարը անցկացնում 7-րդ գնդակը այսօր հեղինակեց Միլանն է անցել գրոյի, Դուրյան փոխանցում Գրիգորյանին, Գրիգորյան տարավ կենտրոն գնդակը, Բաբախանյան և փոխանցումը նորից չանցավ Արսեն Բաբախանյանին Անգիս, դեմը, всё, պրտելա Եվս գերազած ընգիր Փոփոխություններ է տեղի ունենալու է կազմում ինչ-որ Փոփոխություններ տեսնենք ինչ կտան դրա բարի ֆուտբոլիստներին Հաշալի դուրս եկան ես կիսաբաշտից Միլանի տղաները Եզրը Խալացյանը, բայց այստեղ ընկավ Գրիգորյանը Ամինյան և խաղթում նրա այդ պայքարում Եվ հիմա հերվից փորձելու է հարվածել Հակոբ Ամիրյանը, տեսնենք Մրցավարի սուլիչը լսված է Ամիրյան և պատին դիպչեց գնդակ Հիմա կարող է հակագրոյել այստեղ Միլանը փայլուն փոխանցում հիմա Խալացյանից Գրիգորյան և հարված և պրկում է հիմա իր թիմին Թաթուր Սևոյանը Ինչպիսի պրկություն էր Սևոյանի կողմից Բարերն ավելորդ են ուղակի Գծի վրայից ուղակի հանեց Թաթուր Սևոյանը գնդակը Այս խաղի ամենա վտանգավոր և հայլուն սեյվը Կին Միլանն է անցել գրոյի Խալացյան Խալացյան արված նորից Սևոյանն է Փրկում իր թիմին Շարունակվում է Միլանի գրող խլեց գնդակը բայրը այստեղ Հովանյան նետվել է հակագրոյի բայրը լավ խարկումներ Մելիքյան Մելիքյան ուշացրեց այստեղ փոխանցումը Տիգրան Մելիքյանը նետվում է հիմա այլ գրոյի Միլանը Գրիգորյան բայց նրա դեմ շատ լավ գործեց հիմա Անդրանիկ Կիրակոսյանը և խլեց գնդակը Հոև այստեղ էլ գնդակը մաքուր տարան Միլանի տղաները Վերջին րոպեներին խոտանը շատ է երկու թիմերի մոտ Ամիրյան արված և այնտեղ կարծես թե դիպավ գնդակը դարպասապային և անկյունային Երկրորդ անկյունային է բայրի այս խաղում գնդակը հեռացված է Կարող եմ հակագրոյել այստեղ Միլանը Խալացյան դուրս է եկել դարպասապա Պապուկ արված կատարեց այստեղ Խալացյանը բայց կրկին Թաթուր Սևոյանը փայլուն է Գործում իր դիրքում Կիրակոսյանը լավ գործեց Գեբեշյան մտավ կենտրոն Թողեց գնդակը Տիգրան Մելիքյանին Մելիքյան
Օհանյան Եվ այստեղ են խախտում Գցեց հիմա Մելիքյանին Ահմադ Յունուսը Տանգավոր դիրքում ստանդարտ Բայերի օգտին Արկած է ստանդարտը և բարձր էր Գեբեշյանի անվածը Ստեղ էլ դաթար Ավետիսյանը մի փոքր խնդիրներ ունի Վերջին խաղում այս երկու թիմերի իրար դեմ անցկացրած 3-2 հաշիվ է գրանցվել և այնտեղ Բայերը հաղթել է Միլանին այսօր էլ դեռ Միլանն է հաղթում Բայերին, բայց տեսնենք լավ փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ և այստեղ խաղում Սնովյան հրաշալի անցում Ազնավյան Լավ նկատեց կենտրոնում Ավետիսյանը Ամիրյանին է վերջինս էլ հարվածեց շատ վտանգավոր էր Հակոբ Ամիրյանի հարվածը վերջին 5 րոպեները մնացին ժամանակի ավարտին առաջին խաղակեսի 2-1 հաշվով Միլանը դեռ հաղթում է Բայերին Կին Բայերն է անցել գրոյ Ամիրյան արված Ղազարյանն է պրկում իր թիմին Սոր տեսնում ենք շատ են հեռար արվածները Հակոբ Ամիրյանի կողմից Խառնաշփոթ է Տուգանային հրապարակը Միլանի Եվ այն նետում կավացավ վաստակել Միլանը այստեղ Ավետիսյան և անկյունային նորից Բայերի օգտին Անգավոր չէր այս Նայինն է շահավակում է կտակով մնալ Բայերը Կտակում և Ամիրյանն է այստեղ էլ աննաժով փոխանցում կատարեց Անցել գրոյի այստեղ Կոսյանի փոխանցումը չանցավ
Քիչ լավ փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ, բայց չասա, բայց մտակին Գևոր Գրիգորյանը Բեշյան ապարակ և Ղազարյանը պարցեց, գնդակը արագ խաղարկեց, բայց ում այս փոխանցումը, եթե արջևում արդ չկար, վերջին րոպեն է արդեն ընթանում և վերջ ոչինչ չի ավերացնում խաղի մրցավարը առաջին խաղակեսի համար 2-1 հաշվով թիմերը գնում են ընդմիջման Միլանի օգտին, մենք էլ գնանք հանգստանալու կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո Միլանը 2-1 հաշվով հաղթում է Բայերին, շատ հետաքրքիր պայքարում ընթացավ առաջին խաղակեսը, առաջին հատվածը ավելի կոնկրետ 3 գոլ տեսանք 10-րդ րոպեի ուղղությամբ, Միլան ներգրովում վտանգավոր է, Բախանյանը հարվածեց, Սևյանը փրկեց իր թիմին։ Եվ տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերն են, հիմա շատ արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Բայեր դարպասում է Թաթուլ Սևոյանը, Տիգրան Մելիքյան, Հովհաննես Կուզինյան, Արասի Ավետիսյան, Արմեն Ազնավուրյան, Գագիկ Ղուկասյան, Անդրանիկ Կիրակոսյան, Հակոբ Ամիրյան, Վարդգես Գեբեշյան, Համլետ Ազնավուրյան և Հարություն Օհանյան։ Միլան դարպասում է Հովհաննես Ղազարյանը, Վլադիմիր Անդրեասյան, Ահմադ Յունուս, Սամվել Առաքելյան, Վիգեն Դուրյան, Արսեն Բաբախանյան, Արտաշ Ժուլիկյան, Լեքսո Սահակյան, Սեյրան Խալաթյան և Գևոր Գրիգորյան։ Այսքանն էլ Միլանի կազմը։ Տեսնենք ինչպես թիմերը երկրորդ խաղակեսը կանցկացնեն, Միլանը տեսնում ենք շատ ակտիվ է մեկնարկել, արված, կրկին Սևյանն է փրկում իր թիմին։ Երկրորդ հարվածը արդեն այս խաղակեսում, երկուսն էլ դիպուկ, Միլանը շատ ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը և փորձում է մեծացնել իր առավելությունը այս խաղում։ Ստեղը լավ դուրս եկան իրենց կիսադաշտից գնդակով Բայերի ֆուտբոլիստները, Ամիրյան երկար պահեց գնդակի մոտ Ամիրյանը և կորցրեց, բայց հիմա էլ եկավ և խլեց գնդակը Գրիգորյանից։ Բեշյան փոխանցում, հեռացված է գնդակը։ Ղուկասյան Ստավյանը խաղարկեց Բեշյան մտավ կենտրոն Ավետիսյան հարկում է գրով Բայերի Ազնավյան ծածրից փոխանցումներ և Բեշյանը սխալվեց հիմա կենտրոնում և խախտեց խաղի կանոնները Բաբախանյանի այդ պայքարում
Հարված կրկին վտանգավոր էր Գյուլիկյանը հարվածեց հիմա էլ մենք մեկնարկային ճնշումը էլ չկա Միլանին բայց նրա ավելի ախտով է, մերը ախտելով է Խախտում հիմա Միլանյանցին մի փոքր կրքերը ողջացին, բայց ամեն ինչ կարգին է երկար փոխանցում եւ Վրանը ապահովության դեպքում հեռացրեց գնդակը Գյունային բայերի դարպասին Արկված է անկյունայինը, արված, պակված է արված է այս Խախտում նշանակեց խաղի մրցավարը Տեսնենք այս Տուգանայինը Միլանի Բախանյանն է գնդակի մոտ Չկա Բաբախանյան, Սացրիչ փոխանցում, Գրիգորյան եւ Շեղը հարվածի վերջով Գևոր Գրիգորյանին Որոշեց փոխանցել Բաբախանյանը Տեսնում են գոլ Արսեն Բաբախանյան կրկնապատկում է իր առավելությունը Միլանը 3-1 Արսեն Բաբախանյան 3-1 մեծացնում է իր առավելությունը այս խաղում Միլանը եւ դուբլե հեղինակ դարձավ Բաբախանյանը Արդեն 2 գոլի տարբերությամբ է պարտվում այս խաղում Բայերը Խաղումներ կրկին Բայերն է նետվել արագ պատասխան տալու Ազնավյան Տուգանային հրապարակ Մեսյանը հեռացնում է գնդակը Երկու թիմերն էլ իրենց անցած խաղերը
հաղթանակի են հասել, Միլանը հանդիպեց Փարիզին և 5-3 հաշվով հաղթեց Փարիզին, այնտեղ եղեն քարտեր, կարմիրներ, առը պայքարում, խառնաշփոթ իրավիճակում կարողացավ Միլանը ի վերջո հաղթել Փարիզին և 3-1 վաստակել, հետապար Ռեալին հանդիպեց և 5-1 հաշվով հաղթանակի հասավ, թիմերն էլ 5 գնդակ հեղինակեցին իրենց խաղերում, այսօր էլ Միլանը հաղթում է 3-1 հաշվով, այս պահին 10 րոպե արդեն անցավ խաղակեսից 3-1 հաշվով Միլանը հաղթում է Բայերին և նրանք մանր քայլերով շարժվում են հաղթանակ Ալացյան պայլում պաշտպանվեց հիմա Աղասի Ավետիսյանը Մաշալ է անցում Ավետիսյանից Այրն է անցել գրոյի Գեպեշյան ապուկ փոխանցում, բայց չասավ այս գնդակին Հարություն Օհանյանը այսօր տեսնում ենք պասիվ է Հարություն Օհանյանը դեռ որ վտանգավոր պահ չի ստեղծել լավագույն ռմբարկուն Բայերի Ինչը չէի ասի Բաբախանյանից, որովհետև նա էլ իր թիմի լավագույն ռմբարկուն է, նա իր 8-րդ գնդակ է հեղինակեց այս մրցաշարում և Փայլուն հանդիպում է անցկացնում այսօր Միլանն է կրկին անցել գրոյի հարված և Ջուլիկյանն է պրկում իր թիմին, Արտաշ Ջուլիկյանը Սևոյանը ներողություն պրկեց իր թիմին, Արտաշ Ջուլիկյանը հարվածեց Միլանից և անկյունային Արկացի անկյունային է Գրիգորյան, Ալացյան Դակը և հարվածեց Նորից որսում է գնդակը Սևոյանը Մենք չեն կարողանում պահել գնդակը իրենց մոտ Բայերը Էրվից արված նորից Թաթուլ Սևոյան Այսօր նրա սեյվերը ուղղակի հիանալի են, բայց նա արդեն 3 գնդակ է բաց թողել երկին անկյունային Միլանը փորձում է վերջ գնել այսօրվա հանդիպումը և 3 միավոր վաստակել Այդ շատ ժամանակ կա դեռ Գրիգորյանն է իրաց սպալվում Կոսյան լավ նկատեց հիմա Ղուկասյանին, տեսնենք այս գրող Բայերը ինչ կտա նրանց, Օհանյան լավ խարկումներ Մելիքյան արված, շատ վտանգավոր էր Դասագրքային գրող էին կազմակերպել հիմա Բայերի ֆուտբոլիստները, բայց մի քիչ բավականացրեց Իգրան Մելիքյանին գոլ հեղինակ դառնալ, շատ վտանգավոր էր
Սա ամենավտանգավոր պարն էր Բայերի այս խաղակեսում։ Միլանն է անցել գրոյի Գրիգորյան, փակված է հարվածը, նետվում է հիմա Գեբեշյանը առաջ, փոխանցում Օհանյան և խախտում նրա այդ պայքարում, վտանգավոր դիրքում Տուգանային։ Տեսնենք, կարծես թե Գեբեշյանն է փորձելու հարվածել։ Չկա Գեբեշյան, ցածրից հարված և շատ վտանգավոր էր հիմա Գեբեշյանի հարվածը, մի փոքր շեղությամբ ընթացավ։ Ուզում են առաջ շարժվել Բայերի տղաները, ուզում են արագ կրճատել հանդիպանը, Շիվամիրյան անդրադարձ, անկյունային, անկյունային է Ղուկասյանը հարվածեց, շեղ է Գագիկ Ղուկասյանի հարվածը։ Քորյան անցումը չստացվեց Վիկտորյանի, բայց անկյունային։ Պատված է անկյունային է, հավոր էր և նորից անկյունային, այս անգամ հակառակ եզրից։ Տուգանային հրապարակ Ավետիսյան Տակը նրա դեմ պայքարում է Խաղացյանը և կարողացան խլել գնդակը Միլանի տղաները Յան էրվից փորձի է շատ բարձր էր Միլանի հարվածը Յանի մաշտապեց Սատուր Սևան այստեղ Խանյանը պահեց իր թիմի մոտ գնդակը Գրիգորյան, նետվում են գրոյի Միլանի տղաները Գրիգորյան, Փափուկ փոխանցում և պահեց գնդակը դաշտի սահմաններում Բաբախանյանը Այլ Բայերն է փորձում գրոյել այստեղ Շյան պատխան Հոանյանի հետ Տիսյան Վից պայլուն են գործում պաշտպանությունը Միլանի տղաները Սոր սրանք
Շատ աշխատանք են տանում պաշտպանությունում։ Այս տեսնում են քիչ են հարվածները Բայերի։ Չին 5 րոպեները մնացին հիմնական ժամանակի ավարտին եւ շատ մոտ է Միլանը հերթական 3 միավորը վաստակելում։ Ձերքով տաղ են պահանջում Բայերի տղաները։ Մրցավարը Ինչ չի արձանագրում, տեսնենք, բայց ուսումնասիրում է հիմա վերջին դրվագը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Երկար դիտելուց դրվագը վերջին վերջո խաղի մրցավարը ակյունային է նշանակել Բայերի դարպասին, ոչինչ չկար, այդտեղ մաքուր խաղաց Միլանի պաշտպանը եւ նրանք ակյունային են վաստակել այստեղ։ Խաղակել, հացում, Ավետիսյանն է հեռացնում գնդակը, Գեպեշյան և հիմա փայլում սահակում Անդրեսյանից, վայլ է գնդակը, իր մոտ Գեպեշյանը նորից սահակում, Շտապում են Բայերի տղաները, շատ քիչ ժամանակ է մնացել հատիպան ավարտին։ Իսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Օհանյանն է գործում։ Ավել դարպասը չստացվեց։ Ուրիշ մարդ անում են լավ եք տշում։ Խալվեց Ավետիսյանը, Ջուլիկյան, հարված և շեղեր հարված Արտաշ Ջուլիկյանի, կարող էր խաղի ելքը վճռել այստեղ Արտաշ Ջուլիկյանը, բայց շեղ հարվածեց Միլանի ֆուտբոլիստը։ Յան և խաղում։ Տանգավոր դիրքում ստանդարդ Բայերի օգտին։ Ավետիսյանն է վերցրել գնդակը, տեսնենք Աղասի Ավետիսյան, ծափսից արված, սարվածը և փոփոխություն Միլանի կազմում։ Գարնետում հիմա էլ ամբողջ կազմով առաջ է գնացել այստեղ Բայերը։ Գարնետում, անգավոր է, հեռացրեցին, փոխանցում, հեռացված է գնդակը, խլեց գնդակը Դուլյանը և հիմա դուրս եկավ իր տեղից Սևոյանը, հեռացրեց գնդակը, շատ վտանգավոր կարող էր լինել։ Սալյուտը կարծես թե Միլանի պատվին է նրանք, շատ մոտ են 3 միավոր վաստակելու այսօրվա խաղում, վերջին րոպեն է ընթանում, նրանք են անցել գրոյի, Դուրյան, արված և գոլ, ֆանտաստիկ գոլ հեղինակ է հիմա դառնում Վիգեն Դուրյանը 4-1
Այո, սալյուտը Միլանի պատվին էր։ Նրանք այսօր կարողանում են 3 միավոր րոպեից։